Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնում այս իրավիճակն է։ Թոշակառուներից պահանջվում է ներկայացնել անձնագրի սոցիալական քարտերի պատճենները բնօրինակների հետ համապատասխան տեղեկանք ստանալու համար, որից հետո միայն կկարողանան ստանալ կենսաթոշակները։ Այն հանգամանքը, որ պատկան մարմինները զլացել են գոնե նախապես տեղեկացնել թոշակառուներին կատարված փոփոխությունների մասին, զայրացրել էր հավաքված քաղաքացիներին։ Իրենք հայտնվել են դժվարին կացության մեջ, ինչու են ոտնահարում մեր իրավունքները, դժգոհում էին նրանք։ Քաշքշուկ է, բայց այդ դեպքում թող մի շաբաթ առաջ բանեն զգուշացնել, որ այսպես է բակար, այսպես է ծագնապ չէր առաջանա։ Նախորդ թող այս բոլորը ասեն, մենք է պատրաստենք, պոստիտեր վերցնել էր կամ տուններ կայլ, ով որ փողը կուդար է, դեր թղթերը կուդային կեսային։ 100 տարվա թոշակառուներին տանին ու կպերեն, սիկիս խուժանություն է։ 14,000 դրամ կստանամ, այդ համար եկել կայները։ Թոշակառուներից շատերը տարեցներ եւ հաշմանդամներ են առողջական խնդիրներով, ովքեր ի վիճակի չեն ժամեր շարունակ հեշտ կանգնել։ Ինչու են իրենք տուժելու կառավարության վարած քաղաքականության արդյունքում։ Խնդրեմ, այնի գնդեղ կղրգեն։ Չիրեմ մոդեր տամ, որ ես վերջացնեմ։ Մեր սենյակը 6 փոստի տեղեկանք կուդան։ Ու բնիսկներ չիտեստե, ուր դեկայնի շորջ վերցնել, շորտը տեսված է իրար վրա։ Նայեք թե որը շորտը վիճակը նայեք ինչ է, շատ չի կարող անցնել դառնալ։ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանից փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ։ Մարդիկ կան, որ տվյալները չեն համապատասխանում, կան անհամապատասխանություններ, անձնագրերի հետ, սոցիալական քարտերի հետ, հայրանունների հետ, ծննդյան օրերի ու թվերի հետ։ Իսկ այն հարցին, թե ինչու քաղաքացիները նախապես տեղյակ չեն պահվել, Սամվել Մկրտչյանը պատասխանեց. Որ օրը մեզ հրահանգ եղել է, մենք այդ օրը շարունակել ենք աջակցել։ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնում այլընտրանք առաջարկել չեն կարող։ Նրանք, ովքեր առողջական խնդիրներ ունեն, վալիդոլից եւ աթոռից բացի այլ առաջարկ չեն ստանա։ Ունենք վալիդոլներ, տեղեր, աթոռներ ինչքան հնարավոր է տեղեր ենք պատրաստել, որովհետեւ մարդիկ նստեն։ Ինչպես մեզ տեղեկացրեց Սամվել Մկրտչյանը, այս իրավիճակը կարող է կրկնվել նաև հաջորդ ամիսներին։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև բոլոր քաղաքացիների փաստաթղթային անճշտությունները վերացվեն։ Լիլիթ Սարգսյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։